գիտեք ինչ այդ ընտրությունները որ անցան, դա քաղաքական ընտրություններ չէր, դա ընտրություններ Չարիքի եւ Բարիքի միջև, Ռուսաստանի եւ Հայաստանի։ Եթե կանդիդատները բոլորը լինեին Հայաստանից, հայասեր, չէ, ինձ տարբերություն օրինակ չէր լինի ում են ընտրում։ Կարևորը Հայաստանի օգտին աշխատի այդ մարդը։ Բայց ոնց որ ասել եմ, ես իրավունք չեմ ունեցել ընտրության, ես հայկական պասպորտ չեմ ունեցել երբեք, անձնագիր, ու ինձ համար ինչ նշանակություն ուներ այդ ընտրությունը, որ Էդի ոնց որ տեստներ, հայերը բարձրագույն մարդիկ են, թե ցածր մարդիկ։ Կարամ ես հպարտանամ, որ ես հայ եմ, թե ոչ, այդ հարցներ ինձ համար անձամբ։ Ու գիտեք ինչ, մյուս քայլը ինչ է մնում անել, ասենք որ ընտրեցինք, անես չի որ ասում է, եւ жили они долго и счастливо, չէ, դա սկիզբն է, որ հաջորդ քայլը պետք է մենք օգնենք մնացած հայերին, չնայած ընդհանուր ես հիասթափված չեմ հայերից, բայց հիասթափված եմ, որ այն բանով, որ չի սպասում, որ այդքան հայեր կարող է Հայաստանի լավը չուզենան, որ ընտրեն ուրիշ երկիր, այդ մեկը չի սպասում, բայց մենք պետք է օգնենք իրանց կամ մնացած մարդկանց նոր սերունդներին մանավանդ, որ իրենց հայկական մտածելակերպը վերադարձնենք իմաստուն։ Ես որ եկել էի Հայաստան, մենք ասենք գիդի հետ, չէ, գնացինք նայել հետաքրքիր տեղեր, եւ ես ապշած էի, մինչև հիմա ես չգիտեի, որ հայկական տարրերը այնքան իմաստություն են պարունակում իրենց մեջ։ Այդ իմաստությունը ուր կորցրածա դա, չկա։ Դրա համար այդ սովետական միությունը այնքան է հեռացրել մեզ հին իմաստությունից, որ այն ժամանակ հայերը ավելի իմաստուն են եղել, քան հիմա։ Հիմա այդպես տարեր ոչ մեկ չի կարա հնարի։ Բայց այդ իմաստությունը պետք է փոխանցվեր։ Հիմա մեր աշխատանքը պիտի լինի, որ մենք վերադառնանք մեր այդ իմաստությանը, այդ աստվածային իմաստությանը, չէ, այդ շնորհքը տված Աստծուց, որտեվ ես նայեցի երեք ChatGPT-ին հարցրի շնորհքը դա ինչ է նշանակում, հետաքրքիր բառ, չէ, Հայաստանում դա մենք հաճախ ենք ասում անշնորհք կամ հակառակը շատ շնորհքով մարդ, ու chat-ը ինձ ասեց ֆրանսերեն, որ լավ հասկանամ, noblesse, չէ, noblesse Դի բարձրություն, այդա է նշանակում, որ ասում են շնորհքով է, կը բարձր է, իրան հարգող մարդ է, այդենց այդ բարձրագույն, այդենց ինչ-որ մի բան է, որ ուրիշ երկրներում, չէ, Անգլիա կլինի, Իսպանիա, Ֆրանսիա, Ռուսաստան եւ այլն, այդ բառը չկա, այդ նշանակությունը չկա, մեր օգտագործման ասենք նման դες օգտագործում չկա։ Դա մասը այդպես նոբլեսը օրինակ Ֆրանսիայում կասեին այն բուրժուազների, արիստոկրատներին խոսքի, չէ, այդպես ինչ որ այդպես բարձր խավի մարդկանց, բայց մենք պիտի հենց լինենք, բոլոր հայերս պիտի լինենք բարձր խավի մարդիկ, արիստոկրատի նման, մենք պիտի լինենք նոբլը, չէ, շնորհքով մարդիկ, այդ մենտալիտետը, որ մենք վերադարձնենք մեզ, արդեն բոլորը ոչ թե մեզի շանտեղ կդնեն, ոնց որ այդ Ռուսաստանում են անում, չէ, այլ որպես բարձրագույն մարդկանց մեզի կհարգեն, այդ ձևի պիտի լինի հայը եւ Հայաստանը, լավ մնացեք, շնորհքով հայեր, առողջ եղեք։ Բարև ձեզ։ Լսեցի Քոչարյանի ելույթն ու մի բան հասկացա։ Մարդը բոլորիս հիշողությունն է ստուգում։ Նենց դեմքով է խոսում փրկությունից ու պետությունից, ոնց որ մենք Հայաստանում չենք ապրել իր ոսկե դարի ժամանակ։ Ասում է կառավարությունը մենք ենք։ Բա իհարկե դուք եք ու ձեր կլանը։
ձեր գույք պարտքի դիմացն ու ձեր օլիգարխները։ Դուք էիք ու ձեր ժամանակ էր, երբ մարդիկ աշխատանքի էին գնում միայն Մոսկվայի ստրոյկեքում։ Իսկ դուք ստեղ սեփականաշնորհում էիք ամեն ինչ, բառի ուղիղ իմաստով ամեն ինչ, սկսած հողից վերջացրած իշխանությամբ։ Հենց դուք էիք ու ձեր ռեժիմը, որ ռեստորանների, զուգարաններում Պողոս Պողոսյաններին էիք սպանում։ Հենց այդ ժամանակ էր, որ կառավարությունը դուք էիք։ Ու այդ կառավարության մեջ ժողովրդի համար բացարձակ տեղ չկար։ Մենակ մի հարց տա։ Այդ ոնց եղավ, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ամենաուժեղ բանակցողը լինելով, հենց դուք Ղարաբաղը հանեցիք բանակցային սեղանից ու սարքեցիք մանրադրամ։ Էդ էլ հո ընտրություն չի, որ կեղծեք։ Հիմա եկել ասում եք առաջնորդին կարող եք չսիրել։ Գիտեք ձեր խնդիրը որն է։ Ձեր խնդիրը ոչ թե այն է, որ ձեզ չեն սիրում, այլ ձեզանից այլևս չեն վախենում։ Էդ է ձեր սարսափը։ Ձեր ժամանակներում կարգ ու կանոնը դուբինկեն էր ու մարտի 1-ի արյունը։ Դուք Հայաստանը սիրում էիք այնքանով, որքանով այն եկամուտ էր բերում ձեր կլանին։ Հիմա եկել եք հիշողություն եք ստուգում։ Ստուգեք, բայց ժողովուրդը չի մոռացել ոչ հոկտեմբերի 27-ը, ոչ ձեր դիզած միլիոնները, ձեր ժամանակը անցել է, ու ոչ թե այն պատճառով, որ ձեզ հաղթել են, այլ որովհետև դուք այլևս բարոյական իրավունք չունեք նորից Հայաստանում իշխանության գալու։ Դուք անցյալի մնացուկ եք, որը փորձում է կառչել ապագայից, բայց այս ապագայում ձեր ու ձեր տեսակի համար տեղ չկա։ Ապագայում ձեր տեղը քաղաքական գերեզմանոցն է։ Լավ եղեք։ Բարև ձեզ, Տիկին Ջուլհակյան, տեսել եք այս եռագլխիկների անմեղսունակ մարտագլխիկների ինչ նոր սուտ են տարածում։ Տեսել եմ եւ բնականաբար բնավ չեմ զարմացել, որովհետեւ ճշմարիտ խոսք մարտագլխիկներից սпасել հնարավոր չէ, հերթական սուտն է եւ այդ հանգամանքի սուտ լինելը մենք կապացուցենք հիմա։ Ուրեմն այս անմեղսունակները պնդում են, թե 26/7 տեղամասում, որը Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր գյուղն է, որտեղ ընտրություններին մասնակցել է 1268 հոգի, ԿՊ-ն իբր ստացել է 0 ու բայց ԿՀ-ում բացակացվել 717։ Ճիշտ է, Տիկին Ջուլհակյան։ Ճիշտ է, եւ արձանագրությունից քաղվածքը, որը նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում է տեղադրված, մենք կտեղադրենք այս տեսանյութի տակ։ Հա, դուք այն հիմա տեսնում եք արդեն ձեր էկրաններին, իսկ այս անմեղսունակներին, ով որ համոզել է, որ իրանք կարան իրանց դեմքին ավանակի այսպես կերպարանք քաշելով պնդեն, թե 1268 ընտրող ունեցող Մեղրաձոր գյուղում ԿՊ-ն ստացել է ոչ թե 717, այլ 0 ձայն, ես մաղթում եմ, որ խոտը նրանց համար միշտ կանաչ լինի։ Նախընտրական թոուբոյի, լարված վերահաշվարկների եւ այլ պրոցեսների մեջ մենք չենք ուզում բաց թողենք մի կարևոր բան՝ շնորհակալության խոսքը։ Եվ այդ խոսքը մեր հանրապետության հայրենիքի այն հատվածների, իմ հայրենակիցներին, ովքեր վստահություն տվեցին մեզ եւ հաղթանակ պարգևեցին։ Ես այսօր ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Ստեփանավանի իմ հայրենակիցներին։ Ստեփանավանցիներ ջան, շնորհակալ եմ ձեզանից, որ դուք հաղթանակ պարգևեցիք մեզ եւ վստահության հաղթանակ պարգևեցիք մեզ։ Իմացեք, որ մենք ձեր վստահությունը երբեք գետին չենք տա, եկող շաբաթ այցելելու ենք, մեծ միջոցառում ենք կազմակերպելու Ստեփանավանում եւ հետո ծրագիր ունենք քաղաքին մի շատ լավ բան նվիրելու, վստահ եղեք, որ մշտական մեր աշխատանքի եւ քայլերի կենտրոնում է լինելու համայնքը, քաղաքը եւ մենք վերաբերմունքին եւ վստահությանը պատասխանում ենք անգամներով։